Չնայած Իռլանդիայում հայերի թիվը բավականին ցածր է, բայց այդուամենայնիվ հայերը ըստ տեղեկությունների, որոշակի տեղեկությունների Իռլանդիայում բնակություն են հաստատել դեռևս 20-րդ դարաշրջանին։ Արամ ինչով են զբաղվում Իռլանդիայում ապրող հայերը եւ ինչպես են հոգում իրենց կենցաղը։ Համայնքը բավականին բազմաշերտ է, սկսած 90-ական թվականներին հիմնական համայնքը բաղկացած էր արևմտահայերից, մասնավորապես Իրաքից տեղափոխված հայերից, 90-ականներից հետո դգիտեք Հայաստանից մեծ գաղ սկսեց, տարբեր տիպի փախստականներ եւ այլն, բայց 2000-ների կեսերից սկսած հիմնական բնակչությունը, հայ բնակչությունը դա IT բնակավարի ներկայացուցիչներ։ Տարեցտարի թիվը աճեց 2005-ից սկսած, հիմա օրինակ մեծ մասամբ բոլորը բնակվում են Դուբլինում եւ Դուբլինի շրջանակներում, բայց այս վերջի քանի տարիներին բավականին մեր համայնքը այլ քաղաքներում էլ է աճում, մասնավորապես Կորկում, դա երկրորդ խոշորագույն քաղաքն է Իռլանդիայում եւ բավականին մեծ քանակությամբ նոր IT ընկերություններ բացվեցին այնտեղ եւ մեծ հոսք եղավ Հայաստանից IT մասնագետների դեպի Կոր քաղաք եւ այսօր ունենք բավականին խոշոր համայնք այնտեղ եւ 2 տարի առաջ նույնիսկ բացեցինք երկրորդ հայկական դպրոցը, հիմնականը Դուբլինում էր, հիմա արդեն Կորկում էլ ունենք հայկական դպրոց, որը գործում է արդեն 2 տարի է։ Աստորեն համայնքը այնքան էլ փոքրաթիվ չէ։ Այդքան էլ չէ, ի համեմատ մեր հարևան համայնքների իհարկե փոքրաթիվ է, բայց երևի հայ բնակչությունը մոտ կարելի է 500-700 հոգի, դա այդքան էլ քիչ չէ, բայց շատ էլ չէ։ Այո, կան այդպիսի քանակությամբ հայկական գաղթօջախներ, որտեղ դպրոցներ չկան։ Հետաքրքիր է, որ դուք դպրոց եք հիմնել եւ սա արդեն թվով երկրորդն է։ Այո, առաջի դպրոցը հիմնվեց Դուբլինում, կարծես թե 2010 թվականին, այս նշում ենք 15-ամյակը դպրոցի, որը գործում է մինչ այսօր, ունեինք 3 դասարաններ, հիմա գործում է 2 դասարան, մեծ հասակի երեխաների եւ պուճուրների համար, որոնք նոր են սկսում սովորել հայերեն լեզուն եւ այլն։ Դուք ինքներդ IT ոլորտն եք ներկայացնում Դուբլինում։ Այո, ես Հայաստանում աշխատում եի Synopsys ընկերությունում, որը շատ հայտնի է Հայաստանում, եւ փաստորեն վերջը հիմա ստեղել եմ աշխատում նույն հիմնարկությունում։ Եկեղեցի ունեք, հայկական եկեղեցի։ Ցավոք սրտի չունենք եկեղեցի, պարզ պատճառներով, բայց ունենք բավականին ռեգուլար սրբազանն է այցելում, երևի ունենք տարեկան մի 4-5 անգամ պատարակներ է անցկացնում, ունենք շատ սերտ կապեր իռլանդական եկեղեցու հետ, մեր նույն հայկական դպրոցը գործում է իռլանդական եկեղեցիներից մեկում, մյուսում ամենակենտրոնական եկեղեցին, որը Christchurch Cathedral-ը, դա Դուբլինի հիմնական եկեղեցիներից է, այնտեղ ունենք տեղադրված մեր խաչքարը, որը մենք տեղադրեցինք 15 թվականին, նվիրված հայոց ցեղասպանության 100-ամյակին, եւ բավականին շատ սերտ կապեր ունենք իռլանդական եկեղեցու հետ, իրանք միշտ մեր կողքին են, փորձում են ամեն ձևի աջակցել մեր բոլոր միջոցառումների, հիմա բանակցում ենք, քանի որ նշեցի, որ Կորկում մեր համայնքը մեծանում է, գաղափար կա տեղադրել խաչքար նաև Կորկում եւ հիմա arczepiskopos-ի օգնությամբ փորձում ենք թույլտվություն ստանալ տեղադրել այնտեղի հիմնական եկեղեցիներից մեկում։ Քանի որ IT համայնքը հայ համայնքի բաղկացուցիչ մասն է, մասնավորապես Դուբլինում, որքան հասկացա, ենթադրում եմ, որ ձեր շահերը կարողանում եք պաշտպանել արդեն որպես համայնք հասարակական կազմակերպության կամ չգիտեմ
այլ տեսքով ձևակերպել եք իրավական իմաստով եւ ազգային փոքրամասնություն համարվում եք։ Դրանից ող բոլոր իրավունքներով եւ պարտականություններով։ Դա մեծ խնդիր էր, երկար տարիների փորձում էինք գրանցել պաշտոնապես համայնքը։ Վերջը վերջով կարողացանք դա անել 2 տարի առաջ։ Հիմա մեր բոլոր ջանքերը տրամադրում ենք, որպեսզի ստանալ բարեգործական ընկերության կարգավիճակ, որտեղ տարբեր տիպի միջոցառումներ են անում, նույն դպրոցների ֆինանսավորումը եւ այլն, որը մեզ կօգնի, նաեւ ինչպես գիտեք, կարծես թե բոլոր IT ընկերությունները թույլ են տալի, եթե դու ինչ-որ բարեգործական գումար ես հատկացնում քո աշխատավարձից, այդ ընկերությունները սովորաբար կրկնապատկում են այդ գումարը, որը մեծ օգնություն է, այսինքն հիմա փորձում ենք այդ կարգավիճակը ստանալ, որպեսզի կարողանանք ավելի մեծ գումարներ գրավել եւ ավելի լավ կազմակերպել համայնքային կյանքը։ Իռլանդիայի օրենսդիր եւ գործադիր իշխանությունների ներսում հայ ազգի մարդիկ կան։ Ոչ չկան, ցավոք չկան, բայց կան լավ ընկերներ, որոնք միշտ փորձում են մեր շահերը պաշտպանել, մեզ ներկայացնել եւ այլն, տարբեր օրենսդիր եւ գործադիր մարմնի ներկայացուցիչներ, իրանք միշտ բաց են մեր հետ շփվելուց, այսինքն ես որպես սովորական քաղաքացի, երբ որ դիմում եմ, ոչ մի խնդիր չի առաջանում, իրանք փորձում են, գնում են բարձրաձայնում են մեր խնդիրները, դա տեղի ունեցել թե Արցախյան պատերազմի ժամանակ, թե հայոց ցեղասպանության հարցը բարձրացնելուց, փորձում ենք աշխատել իրանց հետ։ Վերջին միջոցառումը հայ համայնքի կողմից անցկացված ո՞րն է եղել։ Վերջին միջոցառումը դա անցկացրեցինք ապրիլի վերջին, միջոցառումը նվիրված էր հայոց ցեղասպանության 110-ամյակին։ Դա անցկացրեցինք մեր սովորական վայրում, Իռլանդիայում, ոնց նշեցի, Christchurch Cathedral-ում, որը միշտ իր դռները բացում է մեր համայնքի առջև, այնտեղ տեղադրված է մեր խաչքարը եւ սովորաբար մենք անցկացնում ենք ոչ միայն մեր համայնքով, այլ նաեւ իռլանդացիներ են այցելում, լավ կողմը այն է այդ եկեղեցու եւ իրանց բաց լինելու, իրանք միշտ ընդգրավում են մեզ իրանց որպես իրանց մաս եւ այդ իսկ պատճառով մենք մեծ քանակությամբ օտարազգի ներկայացուցիչներ ենք ունենում մեր միջոցառումներին։ Եվ վերջին հարցը, բացած համայնք ունի իր խնդիրները, Իռլանդիայում ապրող հայ համայնքը ինչ խնդիր ունի։ Որպես ցանկացած փոքրաթիվ համայնք շատ դժվար է ամեն ինչ կազմակերպել, ռեսուրսների պակաս կա բնականաբար, օրինակ մեր երազանքն է ունենալ համայնքային կենտրոն, որը ցավոք սրտի դեռ մնում է որպես երազանք, բայց դա հիմնական սյուներից է, որպեսզի համայնքը պահի իրար հետ։ Փորձ դա ցավոք սրտի երբ որ համայնքը փոքրաթիվ է, շատ դժվար է որոշ խնդիրներ լուծել, որոշ բաների հասնել, բայց դե երազանքը մնում է եւ մի օր հույսով եմ կիրականանա եւ մյուս խնդիրներից մեկը դա ոնց ասեմ ժառանգափոխությունն է, այսինքն ոնց անել որպեսզի երեխաներին ներգրավել համայնքային կյանքում, որտեղ այդ սերնդափոխությունը դա շատ կարևոր փուլ է։ Այսօր մենք կանք, վաղը մենք չենք լինելու եւ նոր սերունդ է գալու։ Այսինքն ոնց անել, որ այդ սերունդը հետաքրքրված լինի նույն համայնքային կյանքով, որպեսզի կարողանան պահպանել հայկական դպրոցը, այսինքն այն ամեն ինչը ինչ որ մեր սերունդը փորձում է ստեղծել։ Դա երևի թե ամենամեծ խնդիրներից է, որտեվ երբ որ ավարտում ես դպրոցը 16-18 տարեկանի ես, արդեն քո հետաքրքրությունները լրիվ ուրիշ են, բայց համայնքը միշտ պիտի մնա
կենտրոնում իրանց կյանքի մաս, իրանք պիտի հասկանան այդ պատասխանատվությունը, որ պիտի դեռ շարունակեն կրել մեր մշակութային ժառանգությունը, լեզուն եւ այլն, եւ չգնան կորեն, մերվեն օտարազգի թեև բարեկամ, բայց Շնորհակալ եմ։ շնորհակալություն Գառնիկ ջան։ Ձեզ եմ։ Հաջողություն։